Իսկապես 44-օրյա պատերազմը դա չվերածվեց Հայաստանի համար մեծ աղետի շնորհիվ Ռուսաստանի, որտեղ միայն Ռուսաստանը այստեղ ուներ ռազմաքաղաքական ներկայություն, Ռուսաստանը միայն ուներ որոշակի լծակներ Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ազդելու եւ ռուսական իշխանությունները, ինչպես նշեցի, շատ լավ հասկանում էին, որ ամեն դեպքում Արցախի հանրապետության պահպանումը որպես ռուսական ազդեցության այսպես հենք շատ կարևոր էր։ Եվ եթե մենք նայենք հիմիկվա իրավիճակը, ինչ է հիմա դատարկված Արցախ, ուրեմն եւ ոչ մի, այսպես ասած, ռեալ հեռանկար, որ կարող է դա երբևիցե նորից հայկական դառնալ, եւ ուրեմն օգոստոսի 8-ի այդ ուրեմն համաձայնագրերի անիմաստ փառաբանում, եւ ես բոլորը, եթե մենք համեմատում ենք ռուսական միջամտությամբ եւ ռուսական միջամտության արդյունքում նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ, մենք հսկայական տարբերություն ենք տեսնում, որ նոյեմբերի 9-ը չնայած շատ-շատերիս համար դա դիտվում էր, այսպես ասած, կապիտուլյացիա եւ խայտառակ պարտություն, դուք տեսաք, չէ՞, քաղաքական դաշտում ինչ քննադատումներ, ինչ հարձակումներ եղավ դրա վրա, բայց ամեն դեպքում, եթե ուշադիր նայում ենք նոյեմբերի 9-ի համաձայնագրում, ճիշտ է, տարածքային կորուստով, բայց Արցախի հանրապետություն կար, պահպանվում էր Արցախի ուրեմն կառավարման հայկական ադմինիստրացիան եւ ամենակարևորը գործարկվում էր Լաչինի միջանցքը առանց որևիցե ադրբեջանական վերահսկողության, որը եթե չեմ սխալվում, մոտ մի 5-6 ամիս անխափան գործում էր եւ ըստ էության ոչ մի անգամ այնտեղ ոչ մի այսպես ընդհարում կամ այսպես ասած ռազմական այլ գործողություններ տեղի չունեցան։ Իսկ այդ Լաչինի միջանցքի գործառույթը հսկայական նշանակություն ուներ եւ եթե պահվեր թեկուզ Շուշիի եւ Հադրութի կորուստով Արցախի այն մասը, որը այսպես ասած դեռևս հայկական կառավարման տակ էր եւ Լաչինի միջանցքը, որը կապում էր Հայաստանին, բնականաբար մենք այսօր բոլորովին ուրիշ պատկեր կունենանք։ Մենք խոսեինք այս անգամ արդեն Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին եւ խոսեինք հակամարտության կարգավորման այնպիսի մի տարբերակի մասին, որ Արցախը հայկական չներ, հայկական մնար, կներեք։ Եվ այս ամեն ինչը ցույց է տալիս, որ ոչինչ չասող Վաշինգտոնյան այդ փուչիկ հռչակագիրը եւ նախաստորագրված պայմանագիրը, որը նույնպես Արցախի հարցը մի լուծում չի տալիս, ուրեմն նոյեմբերի 9-ի այդ Պուտին, Ալիև, Փաշինյան հայտարարությունը, որը ռուսական դիվանագիտության, ռուսական քաղաքական, այսպես ասած, ճարտարապետության արդյունք էր, դա շատ ավելի հայանպաստ էր։